Պատրիարքարանում ավարտվել է Սուրբ Սինոդի նիստը։ Նիստում Սինոդի անդամները 6 թեկնածուներից ընտրել են Պատրիարքի 3 թեկնածու։ Գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են 3 թեկնածուներ՝ Տեր Շիոն, Տեր Յոբը եւ Տեր Գրիգոլը։ Վերջնական Պատրիարքին պետք է ընտրեն ընդլայնված եկեղեցական ժողովում եպիսկոպոսների կողմից։ Խորհրդարանը պետական անվտանգության ծառայության ղեկավար է հաստատել Գեկա Գելաձեին։ Օրենսդիր մարմնում պաշտպանության հանձնաժողովի նիստը անցկացվել է փակ ռեժիմով, որտեղ լսել են այդ պաշտոնում առաջադրված Գեկա Գելաձեին։ Պաշտպանության կոմիտեի նիստից հետո տեղի է ունեցել լիագումար նիստում քվեարկություն, որտեղ ձայների մեծամասնությամբ ընտրվել է Գեկա Գելաձեի թեկնածությունը պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարի պաշտոնում։ Ինչպես արդեն հայտնի է, Մամուկամ Դինարաձեն կզբաղեցնի Վրաստանի պետական նախարարի պաշտոնը իրավապահ մարմինների համակարգման հարցերով։ Իսկ նշված պաշտոնի ստեղծման նպատակով փոփոխություններ են կատարվում Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների եւ գործունեության կարգի մասին օրենքում, որը падգամավորները այսօր կքննարկեն լիագումար նիստում առաջին ընթերցմամբ։ Օրինագիծը կքննարկվի արագացված կարգով եւ փոփոխությունների ընդունումը 3 ընթերցմամբ նախատեսվում է ավարտել վաղը։ Ըստ ընթացակարգի դրանից հետո վարչապետը լիազորված կլինի Մամուկամ Դինարաձեին նշանակել իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի պաշտոնում։ Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությունը, ընդդիմադիր դաշինքը եւ վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, падգամավորները խորհրդարանի նիստում քաղաքական հայտարարությունների համար նախատեսված ժամանակը հիմնականում օգտագործել են այս հարցերի շուրջ զրուցելու համար։ Համաշխարհային բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին իշխող թիմը կարծում է, որ Եվրամիության բյուրոկրատիան շարունակում է սպառնալիքներն ու ճնշումները Վրաստանի նկատմամբ եւ դրա օրինակ է բերում դեսպանի վերջին հայտարարությունը։ Իսկ քաղաքական բանավեճի ժամանակ Գեորգի Գախարյայի թիմը շեշտը դրել է կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների վրա։ Նրանց խոսքով պետական անվտանգության ծառայությունը երկրի շահերը պաշտպանելու փոխարեն ծառայում է քաղաքական նպատակներին։ Իշխող թիմի կարծիքով նշված կարծիքն անհիմն է եւ ընդդիմությանը անհանգստացնում է Մամուկամ Դինարաձեի վերադարձը հանրային քաղաքականություն։ Երբ Եվրամիության դեսպանը ուղղակիորեն սպառնում է վրաց ժողովրդին քաղաքացիական պատերազմով եւ աղքատության վերադարձով, դա իհարկե շատ ծանր է։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին։ Ինչպես նշել է Կոբախիձեն, Հերչինսկու հայտարարությունը չափազանց լուրջ է իր բովանդակությամբ։ Հարկ է նշել, որ վերոնշյալ հայտարարության հիման վրա Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ապրիլի 27-ին Ավլաբարի նստավայրում հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։ Հանդիպումից հետո Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն Մակա Բոճորիշվիլին Պավել Հերչինսկու հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Բրյուսելի ներկայիս քաղաքականությունը խաթարում է վստահությունը եւ վնասում Վրաստան-Եվրամիության գործընկերությանը։ Աջարիայի կառավարությունը հաստատվել է։ Աջարիայի գերագույն խորհուրդը քվեարկությամբ հաստատել է Զուրաբ Պատարաձեին եւ նախարարների կաբինետի անդամներին որպես կառավարության նախագահ։ Քվեարկությունից առաջ Զուրաբ Պատարաձեն իր գործընկերներին ներկայացրել է գործողությունների ծրագիրը եւ պատասխանել նրանց հարցերին։ Հատկանշական է, որ Աջարիայի ինքնավար հանրապետության բոլոր գործող նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները։ Զուրաբ Պատարաձեի խոսքով տարածաշրջանում մեկնարկած բոլոր կարևոր նախագծերը կշարունակվեն։ Նա նաեւ խոսել է առողջապահության, կրթության, սպորտի, մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման հետ կապված առաջնահերթությունների մասին։ Նրա խոսքով քաղաքական թիմի հետ միասին կհոգա տարածաշրջանի զարգացման մասին։ Գախարյան Վրաստանի համար կուսակցության ընդդիմադիր անդամները չեն մասնակցել Աջարիայի կառավարության նախագահի ընտրություններին։ Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին տեղակալ Ռոնի Մեսխի հետ միասին հանդիպել է ոստիկանության վարչությունների տնօրենների հետ։ Սուլխան Թամազաշվիլին գործընկերների հետ քննարկել է գերատեսչության առաջնահերթ ուղղությունները։ Ուշադրություն է դարձվել նաև երկրի ողջ տարածքում տարբեր տեսակի հանցագործությունների դեմ պայքարին եւ կանխարգելիչ ոստիկանական միջոցառումներին։ Ներքին գործերի նախարարը հանդիպել է նաև Պարեկային ոստիկանության վարչության տնօրենին եւ ղեկավար կազմին։ Հանդիպման ժամանակ նա ընդգծել է Պարեկային ոստիկանության կարևոր դերը հանրային անվտանգության ապահովման գործում եւ նշել, որ ծառայության գործունեության հետագա բարելավման, այդ թվում քաղաքացիների համար ոստիկանական ծառայությունների հասանելիության բարձրացման նպատակով համապատասխան միջոցառումները կշարունակվեն։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարված է։ ԱՄՆ-ն չի կարող հաշտվել, որ Իրանը պահպանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Իրանը շարունակում է փորձել պահպանել վերահսկողությունը նեղուցի վրա, ինչը անընդունելի է նահանգների համար։ Ռուբիոն արձագանքել է տեղեկություններին, ըստ որոնց Թեհրանը որոշ պայմանավորվածությունների դեպքում նահանգներին առաջարկում է բացել նեղուցը։ Նրա խոսքով Վաշինգտոնը չի ընդունի, որ Իրանը որոշի, թե որ նավերը կարող են անցնել նեղուցով։ Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղարն է նշել, Հորմուզի նեղուցը փաստացի համարժեք է տնտեսական միջուկային զենքի, որի կիրառմամբ Իրանը փորձում է ճնշում գործադրել աշխարհի վրա։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում առաջին անգամ Brent նավթի բարելի գինը գերազանցել է $110։ Առավոտյան առևտրի ժամանակ Brent նավթի գինն աճել է 2.7%-ով եւ կազմել $111.2։ ԱՄՆ-ի հենանիշային գինը աճել է 2.3%-ով, հասնելով $98.5 մեկ բարելի համար։ CNN-ի տվյալներով առևտրականները մտահոգված են, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը դեռ հեռու են պատերազմի ավարտի եւ Հորմուզի նեղուցի լիարժեք բացման վերաբերյալ համաձայնությունից։ Ջեֆրիս ներդրումային բանկի տնտեսագետի խոսքով, որքան երկար մնա նեղուցը փակ, այնքան ավելի բացասական կլինի դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։ Բացի այդ, CNN-ը հայտնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները մայիսի 1-ից նախատեսում են դուրս գալ նավթ արտահանող երկրների կազմակերպությունից։ Թբիլիսիում ընթանում է անասնաբուժության համաշխարհային օրվան նվիրված միջազգային համաժողով, որը բացել են շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, կենդանիների առողջության պաշտպանության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Էմանուել Սուբեյրյանը, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սաջվելաձեն եւ Վրաստանի խորհրդարանի գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Գելա Սամխարաուլին։ Դավիթ Սոնղուլաշվիլին շնորհավորել է անասնաբույժներին մասնագիտական օրվա առթիվ եւ շնորհակալություն հայտնել ոլորտում կատարված աշխատանքի համար։ Նախարարը իր ելույթում ընդգծել է անասնաբուժության կարեւորությունը երկրի ագրարային ոլորտի զարգացման եւ հանրային առողջության պահպանման գործում։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը հատուկ ուշադրություն է դարձրել Վրաստանի առաջընթացին անասնաբուժության ոլորտում եւ երկրի կարեւոր դերին տարածաշրջանում։ Համաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ եւ պատվիրակներ։ Միջոցառման շրջանակներում քննարկվում են ոլորտի գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները։ Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Գեորգի Ջինջարաձեն Աբխազիայից տեղահանված եւ տարբեր մարզաձևերում հաջողություններ գրանցած մարզիկներին պարգեւադրել է Վիկտոր Սանյեևի եւ Վիտալի Դարասելյայի անվան կրթաթոշակներով։ Ընդհանուր առմամբ կրթաթոշակ է ստացել 19 մարզիկ։ Ծրագրի շրջանակներում աջակցություն են ստացել ինչպես օլիմպիական, այնպես էլ ոչ օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներ, որոնք բարձր արդյունքներ են գրանցել եւ ներդրում ունեցել վրացական սպորտի զարգացման գործում։